Ամառային երեկոները բաց երկնքի տակ, իսկ աշնանը նոր առաջնախաղերով։ Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնը մեկնարկել է բացօթյա ներկայացումների շարքը։ Ստեփան Զորյանի ցանկապատը ներկայացվում է խորհրդանշական վայրում գրողի տուն-թանգարանի բակում։ Բեմադրությունն արդեն դարձել է բացօթյա խաղացանկի մի մասը եւ առաջիկայում կհյուրընկալվի նաեւ Հայաստանի տարբեր քաղաքներում։ Ինչպես արդեն փորձը ցույց է տվել, բացօթյա ներկայացումները ունեն իր պահանջարկ եւ ավելի մեծ արձագանք, այնպես որ հիմա պատրաստվում ենք մանկական ներկայացում անել բացօթյա եւ ինտերակտիվ ավելի երեխաների հետ փոքր հանդիսատեսի համար։ Առաջիկայում ունենք եւ Արարատի մարզում հյուրախաղ եւ Շիակի մարզում ավելի շատ դրանք հրավերներ են, որոնք նաեւ հյուրախաղային են մեզ համար։ Մինչ հանդիսատեսը հետևում է ցանկապատին, փորձասրահում արդեն ավարտական փուլում է նոր բեմադրությունը։ Գյումրեցի երիտասարդ ռեժիսոր Սերգեյ Եղիկյանը բեմադրել է Աննա Պետրոսյանի «Աճունասափորը» պիեսը, այն վերանվանելով «Վերջին հանգրվան»։ Սա պատմություն է ընտանիքի, հայրենիքի հիշողության եւ ընտրության մասին։ Արտերկրում ապրող որդին ու մայրը հակադիր դիրքերում են հայտնվում, երբ պետք է կատարեն ընտանիքի հոր վերջին կամքը՝ հայրենի հողում հուղարկավորվելու ցանկությունը։ Թե որն է ճիշտ որոշումը, բեմադրիչը թողնում է հանդիսատեսի դատին։ Ներկայացումը շատ կարևոր մի թեմա է արծարծում՝ արտագաղթ։ Ինչու ենք փախնում, որոնք են պատճառները, ուր ենք գնում ենք, վերադարձ կա, թե չկա։ Իսկ մա չեմ ուզում փակագծեր բացել, բայց շատ հետաքրքիր ասելիք ունենք։ Եվ այս ասելիքին փորձել ենք ուրիշ տեսանկյունից նայել։ Վերջին հանգրվանով աշնանը կմեկնարկի նոր թատերաշրջանը, մինչև տարեվերջ հանդիսատեսին կներկայացվեն եւս 2 նոր բեմադրություններ՝ կատակերգություն եւ մանկական ներկայացում։ Ունենանք նաև մի կատակերգություն թատրոնում եւ արդեն կպատրաստվենք ամանորյա ներկայացումներին։ Չէ, կարծում եմ, որ մեր խաղացանկը դեռ պիտի ունենա նաև լավ կատակերգություն։ Դրամաները բավարար են։ Բոհեմ կամերային թատրոնում վստահ են, յուրաքանչյուր ներկայացում հանդիսատեսի հետ նոր զրույց սկսելու հնարավորություն է։ Թատրոնը շարունակում է ընդլայնել իր խաղացանկն ու հանդիսատեսի հետ հանդիպման ձևաչափերը։ Թափառել եմ աշխարհից աշխարհ եւ ոչ միտեղ չեմ առել Հայաստանի մրգի քաղցր համը։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։